Դե ինչ ողջույն հարգելի բարեկամներ, բարի գալուստ update լրատվական, ես Ռաֆայել Ունացականյանն եմ եւ առաջարկում եմ միասին թարմացնել օրվա լրահոսը։ Այսպիսով, մայիսի 9-ին Փաշինյան, Պուտին, Ալիև եռակողմ հանդիպում նախատեսված չէ։ Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, թե իբր մայիսի 9-ին Մոսկվայում եռակողմ հանդիպում է նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Պուտինի եւ Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ։ Մայիսի 9-ին Փաշինյան, Պուտին, Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում չկա նախատեսված, ասել է Նազելի Բաղդասարյանը, անդրադառնալով լրատվականների մի քանի մեկնաբանություններին։ Սակայն հարկ է նաև նշել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը եւ մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։ Եվ քանզի խոսեցինք վարչապետից, վարչապետը Սյունիքի մարզում է եւ Սյունիքի մարզի Որոտանի ճանապարհը խմելու եւ ոռոգման ջրերի համակարգերը կառուցվում են։ Ծանոթացա Խոտ Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին Սյունիքի մարզի Որոտանի ճանապարհը խմելու եւ ոռոգման ջրերի համակարգերը կառուցվում են։ Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ կից ներկայացրել կարճ տեսանյութ։ Ում չբարևեցի, դե ասեք տենամ հլը խի ջուր չունեք, ով ա ձեր ջուրը կտրել, մենք ենք կտրել ձեր ջուրը, հա? Չեք հարասել, հաճար ինչնա բանդեր Սարքել են, վերանորոգել են, ընդեի ծաղագին ջուր էր գնում, իրար ջուրը ապահովում է դեից։ Բայց ինչով է, խողովակով թե առանց, նախ համակարգ կա, գյուղում ջրի, ներքինը կա, դե բատնավշանը, որ դեյցենք բերում։ Հիմա բերում ենք, ես պան ենք հաշնում, ինչ մի 15 ջուրը։ Էդ էլ լուծեցինք, այս ճամփեն էլ սարքում ենք, այս մի ճամփեն էլ ենք սարքում, տեղ կա սարքելու ու այսինքն, հա չէ, մի հատ էլ հլը դեպի Գորիս ենք ճամփա սարքելու ոնց որ։ Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Անտալիա։ Այս մասին տեղեկացնում է արտաքին գործերի նախարարի մամլոք-քարտուղար Անի Բադալյանը։ Այսպիսով այսօր Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են տարբեր հանդիպումներ, բայց արդեն վաղը ապրիլի 12-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարների հետ մասնակցելու է Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ եւ հնարավորություններ կոչվող պանելային քննարկմանը։ Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում արդեն հանդիպել է կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլչի հետ։ Այսպիսով Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քլչի հետ, X-ի իր միկրոբլոգում գրել է պարոն Ռուբինյանը։ Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացին, Թուրքիայի նախագահն է հայտարարում, Թուրքիան աջակցում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործընթացին, այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի վարչակազմի հաղորդագրության մեջ, նախագահ Ռաջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպման ժամանակ գոհունակություն է հայտնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացի կապակցությամբ, նա նաեւ ընդգծել է, որ Թուրքիան Ադրբեջանին է դիտարկում որպես Հարավային Կովկասում խաղաղության ճարտարապետ եւ ուշադիր շարունակում է հետևել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Հայաստանն ու Ադրբեջանը միշտ կարող են օգտագործել Վրաստանը որպես երկխոսության հարթակ։ Այս մասին Սպուտնիկ գործակալության վրացական ծառայության փոխանցմամբ ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճարաշվիլին։
Վրաստանը բազմիցս հայտարարել է, որ մենք պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության վերջնական կարգավորմանը, խաղաղ համաձայնագրի ստորագրմանը, որպեսզի տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովի։ Մենք պատրաստ ենք զարգացնել հարաբերությունները երկու գործընկերների, երկու հարևանների հետ, ասել է Վոչորիշվիլին։ Իդեպ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությանը, այսպիսով Հայաստանը բարձր է գնահատում վրացական կողմի ջանքերը և պատրաստ է հնարավոր գաղափարների քննարկմանը կառուցողական մոտեցմամբ։ Այս մասին հայտնում է արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգավորման ուղղված վրացական կողմի առաջարկին։ Վրացական կողմը պարբերաբար հանդես է գալիս համագործակցության եզրեր գտնելուն միտված գաղափարներով, Հայաստանը բարձր է գնահատում վրացական կողմի ջանքերը և պատրաստ է հնարավոր գաղափարների քննարկմանը կառուցողական մոտեցմամբ։ Կոնկրետ նախաձեռնությունների վերաբերյալ պայմանավորվածությունների առկայության պարագայում կտեղեկացնենք, ասված է հաղորդագրության մեջ։ Այս պահին տեղափոխվենք հեռավոր Ուրուգվայ, որտեղ Հայ ազգի падգամավոր Խոսե Լուիս Սաջյանի նախաձեռնությամբ Ուրուգվայի ներկայացուցիչների պալատի նիստի ընթացքում падգամավորները անդրադարձել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Այս մասին տեղեկացնում է Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։ Այսպիսով աղբյուրի փոխանցմամբ падգամավոր Սաջյանի նախաձեռնությամբ աջակցել են ելույթներով են հանդես եկել նաև խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, հպարտությամբ նշելով, որ Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած առաջին երկիրն է աշխարհում։ Պատգամավորները անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտմանը, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների խնդիրներին, հիշեցնելով, որ Ուրուգվայի խորհրդարանը միաձայն ընդունել է հայտարարություն կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատել բոլոր հայ գերիներին։ Ուրուգվայի խորհրդարանականները իրենց առանձնահատուկ հարգանքն ու համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին, Ուրուգվահայ համայնքին, ողջունելով նիստին ներկա Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանին և բարձր գնահատել դեսպանության գործունեությունը։ Խոսենք նաև ազգային ժողովի մասին, ազգային ժողովի միջանցքներից մեկը այսուհետ ունենալու է յուրահատուկ եվրոպական ճեմուղու տեսք։ Սրանք 11 եվրոպական երկրների օրենսդիր մարմինների ղեկավարների կողմից ինձ նվիրաբերած Եվրոմիության դրոշներն են իրենց ստորագրություններով, որոնք ես որպես գործընկերության, աջակցության և գնահատանքի ուղերձ եմ ընկալում Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ։ Վստահ եմ, շուտով այս ճեմուղին կունենա բոլոր 27 երկրների կողմից նվիրաբերած դրոշները իրենց ղեկավարների ստորագրությամբ, գրել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և կից ներկայացրել տեսանյութ։ Ազգային ժողովից տեղափոխվենք քաղաքապետարան, որտեղ քաղաքապետ Տիգրան Նավինյանն է զրուցել լրագրողների հետ։ Մեր քաղաքական ուժը 2018 թվականից մի հստակ ուղի է որդեգրել Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար, ազատ, անկախ, թափանցիկ ընտրություններով իշխանություն ձևավորող երկիր դարձնել և պետք է արձանագրենք, որ Գյումրիում ամենաբարձր տոկոսը հավաքած ուժը և թեկնածուն հենց Սարիկ Մինասյանն է։ Երկրորդ տեղը գրավացի համեմատ կրկնակից ավելի ձայն հավաքած թեկնածու էր։ Այս մասին ապրիլի 11-ին լրագրողների զրույցում նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Մեր քաղաքական ուժը 2018 թվականից մի հստակ ճանապարհ է որդեգրել եւ մի ուղի է որդեգրել Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար, ազատ, անկախ, թափանցիկ ընտրություններով իշխանություն ձևավորող երկիր դարձնելու։ Մենք անկախ նրանից, թե որ ընտրությունում քանի տոկոս ձայն ենք հավաքում, մենք այդ ճանապարհից չենք շեղվում։ Եվ միգուցե մի օր էլ մենք ընտրություններում պարտվենք ընդհանուր առմամբ եւ փարակարում եղավ։ Այո, այդպիսի բաներ եւ ոչ միայն փարակարում 2018-ին էլ ա եղել 2000 2000 Ալավերդին, Վանաձորը, գիտեք Դե գիտեք դա էլ ձեր մեկնաբանությունն է, չէ, դե եկեք նայենք տարբեր քաղաքներում, տարբեր համայնքներում տեղ ունեցած ընտրություններ, որոնցում հաղթել են այլ թեկնածուներ, շատ նորմալ պաշտոնավարում են, աշխատում են նաև կառավարության հետ, նախարարության հետ, այսինքն մենք ի սկզբանե 2018 թվականից մենք այդ ճանապարհն ենք ընտրել եւ 2018 թվականից սկսած
ունեցել ենք նման դեպքեր, երբ որ մեր ուժը կամ մեր ուժի տեխնացուն տարբեր համայնքներում չի դարձել համայնքի ղեկավար, ընտրություններում մեկ այլ տեխնացու է դարձել եւ ըստ կարծում եմ շատ նորմալ պրակտիկա է։ Եվ քանզի խոսեցինք քաղաքապետարանից, Երևանյան խնդիրների մասին եւս խոսենք, ավտոտնակների փոխարեն բարեկարգ բակ, այս վերնագրով է հանդես գալիս քաղաքապետարանի հերթական տեսանյութը, Արաբկիր վարչական շրջանում Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում հեռացվել է շուրջ 10 ավտոտնակ, տեղում կառուցվելու է խաղահարապարակ, դեպ հարակից հատվածները կանաչապատվելու են, քաղաքապետարանը մանրամասնում է։ Ավտոտնակների մի մասը վարձակալությամբ են, վարչական շրջանի ղեկավարը բանակցել է վարձակալների հետ, իրենք ինքնակամ հանձնում են, քանի որ տեսել են նախագիծը եւ տեսնում են, որ այստեղ ամբողջությամբ վերահացվելու ժամանցի կամ հանգստի վայր։ Ծանուցում եկավ, որ դիմենք մեր թաղապետին, դիմեցինք, ընդառաջեցինք, ասացինք, որ լավ գործ եք անում, ուզում եք երեխեքի համար հրապարակ սարքեք, ավտոն մի կերպ կանգնացնենք, բայց երեխեքը թող խաղալու տեղ ունենան։ Եվ թաղի բնակիչները եւ երեխաները շատ գոհ կլինեն, խաղալու տեղ կունենան, հանգստանալու տեղ կունենան։ Շատ ուրախ ենք բարեփոխումների, բարեկարգման համար, մեր երեխաներին ապահովում են բարեկարգ պայմաններ, ուրախ մանկություն ունենալու համար։ Քանդելով այս ավտոտնակները մենք հանրությանն ենք վերադարձնում մի հսկայական տարածք, այդ տեղերում մենք միանգամից ունենում ենք նախագծեր, որտեղ որ իրականացնենք բարեկարգման աշխատանքներ։ Տեղափոխվենք Միացյալ Նահանգներ, Սրբուհի Գալյանը Միացյալ Նահանգներում իրական շահառուների թափանցիկության ապահովման շուրջ պանելային քննարկմանն է մասնակցել։ Սրբուհի Գալյանը ներկայացրել է Հայաստանի իրական շահառուների թափանցիկության ապահովման ուղին։ Համաձայն գործող կարգավորումների իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրերը ներկայացվում է Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում։ Միաժամանակ ներդրվել է Հայաստանում իրավաբանական անձանց իրական շահառուների բաց ռեգիստր, որը ապահովում է շահառուների վերաբերյալ տեղեկությունների հեշտ հասանելիությունը, խթանելով տեղեկացված քննարկումների անցկացումը եւ հանրային մասնակցությունը։ Օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու արդյունքում հայտարարագիր ներկայացնելու պարտավորությունը տարածվում է բոլոր այն իրավաբանական անձանց վրա, որոնց գրանցումը իրականացվում է փուլային եղանակով։ Ապրիլի 13-ից 19-ը Երևանում կանցկացվի տափողակով հոկեյի 4-րդ դիվիզիոնի աշխարհի առաջնությունը։ Հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում մարզական ստուգատեսի մանրամասներն են ներկայացրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ու Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արամ Սարգսյանը։ Աշխարհի առաջնությունը կայանալու է Երևանի Գեղասահքի եւ տափողակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում եւ կանցկացվեն 15 հանդիպումներ, որոնց մասնակցելու են Հայաստանի, Իրանի, Քուվեյթի, Մալազիայի, Ինդոնեզիայի եւ Ուզբեկստանի հավաքականները։ Իդեպ, կարևորելով 15 տարվա դադարից հետո Հայաստանի տափողակով հոկեյի հավաքականի մասնակցությունը աշխարհի առաջնությունում, Տիգրան Ավինյանը նշել է, որ համայնքը միշտ պատրաստ է կանգնել նման նախաձեռնությունների կողքին։ Վալխաս Ամոյանը տպավորիչ հաղթանակներով մեկնարկեց Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։ Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոնը 1/8 եզրափակչում գոտեմարտեց աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն Լեհ Մատեուշ Բենրատեկի հետ եւ արդյունքում հաղթեց 9-0 հաշվով։ Իսկ ահա ըմբիշ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ կրկին 9-0 հաշվով հաղթում է թուրք Էմրե Մուտլուին, նվաճում է Սլովակիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչի ուղեգիրը։ Այս պահին հերթը միջազգային լրահոսինն է, տեսնենք ինչ է կատարվում ամբողջ աշխարհում, միջազգային լրահոսը ներկայացնում ենք տեսաշարով։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինփինը Պեկինում հանդիպել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաների, այդ թվում մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի եւ այլ հարցերի շուրջ։ Սի Ցզինփինը անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Չինաստանի նկատմամբ սահմանված մաքսատուրքերին։ Նա շեշտել է, որ չինական կողմը կպահպանի վստահություն, սառնասրտություն եւ կկենտրոնանա իր աշխատանքը լավ կատարելու վրա։ Նա նաև կոչ է արել Եվրամիությանը համատեղ դիմակայել միակողմանի ահաբեկմանը։ Սանչեսը իր հերթին նշել է, որ բարդ եւ ծանր միջազգային իրավիճակի առջեւ Իսպանիան եւ Եվրամիությունը պատրաստ են ամրապնդել հաղորդակցությունը եւ համագործակցությունը Չինաստանի հետ։ Սա 3 տարվա ընթացքում Սանչեսի երրորդ այցն է Չինաստան։ Արևմտյան երկրները ցանկանում են Հագայում ստեղծել Ուկրաինայում պատերազմի հետ կապված հատուկ տրիբունալ։ Հագայի միջազգային քրեական դատարանի իրավասությունը տարածվում է միայն այն երկրների վրա, որոնք վավերացրել են Ռոմի կանոնադրությունը։ Ռուսաստանը, ինչպես Միացյալ Նահանգները, կառույցի մասնակից չէ։ Հետևաբար Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները ցանկանում են ստեղծել առանձին անկախ դատարան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի հանցագործությունը քննելու համար։ Սակայն այս տրիբունալն էլ չի կարողանա Ռուսաստանի նախագահի դեմ քրեական հետապնդում իրականացնել առանց դատարանում նրա անձնական ներկայության։ Պուտինին հեռակադատելուն խանգարում է նրա ներկայիս անձեռնմխելիությունը պետության ղեկավարի կարգավիճակում։ Բացի այդ, Ռուսաստանը չի ճանաչում Ուկրաինայում պատերազմի մեկնարկը որպես հանցագործություն։ Հրաժարվում է համագործակցել արևմտյան կառույցների հետ եւ դա գործնականում անհնար է դարձնում Ռուսաստանից որևէ բարձրաստիճան անձի արտահանձնումը։ Ալմաթիում նեղ կազմով տեղի ունեցել ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։ ԱՊՀ-ի սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը մշակել է միավորման արտաքին սահմաններին անդամ երկրների միջև համագործակցության ծրագրի նախագիծ։ Այդ մասին հայտարարել է խորհրդի ղեկավարի տեղակալ համակարգող ծառայության նախագահ գեներալ գնդապետ Ալեքսանդր Մանիլովը ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի ընդլայնված նիստում։ Հայաստանը ներկայացնում է արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Անկախ պետությունների համագործակցության արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին Դուշանբեում։ Անտալիայում տեղի կունենա Սիրիայի փաստացի ղեկավար Ահմեդ Ալ-Շարայի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հանդիպումը։ Սպասվում է, որ Սիրիայի ղեկավարը կմասնակցի նաեւ Անտալիայի դիվանագիտական ֆորումին։ Ալ-Շարան Թուրքիա էր այցելել փետրվարի սկզբին, իսկ բանակցություններից հետո Էրդողանը հայտարարել էր ահաբեկչության դեմ պայքարում Դամասկոսին աջակցելու եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում իր պատրաստակամության մասին։ Իսլանդիայի վարչապետը հայտարարել է մինչև 2027 թվականը երկրի Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մտադրության մասին։ Որոշումը կապված է գլոբալ անվտանգության փոփոխությունների, մասնավորապես Ուկրաինայի պատերազմի եւ Արկտիկայում ԱՄՆ կոշտ քաղաքականության հետ, ներառյալ Գրենլանդիայի հնարավոր բռնակցման մասին Դոնալդ Թրամփի մեկնաբանությունները։ Հարցումների համաձայն իսլանդացիների գրեթե 2/3-ը կողմ է հանրաքվեի անցկացմանը, իսկ 45%-ը Եվրամիությանը անդամակցելուն։ Իսլանդիան արդեն Շենգենյան գոտու եւ եվրոպական տնտեսական տարածքի մի մասն է եւ Եվրամիության հետ համագործակցության դրական փորձ ունի։ Ինչպես Գրենլանդիան, այնպես էլ Իսլանդիան նախկինում դանիական տարածք էր եւ անկախացել է միայն 1944 թվականին։ Արքայազն Հարին Ուկրաինա կատարած չհայտարարված այցի ժամանակ հանդիպել է ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում վիրավորված զինվորականների հետ։ Հարին 4 վետերանների ուղեկցությամբ այցելել է Լվովի օրթոպեդիկ կլինիկա, որտեղ բուժվում եւ վերականգնվում են վիրավոր զինվորականները եւ քաղաքացիական անձինք։ Այցի ընթացքում Հարին հանդիպել է Ուկրաինայի վետերանների գործով նախարար Նատալիա Կալմիկովայի հետ։ Արքայազն Հարիի Ուկրաինա մեկնելու մասին հայտարարվել է միայն այն բանից հետո, երբ նա լքել է երկրի տարածքը։ Երեկ երեկոյան Գարդելեգեն քաղաքում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ զոհվել է Նիդերլանդների թագավորական բանակի 21-ամյա զինվորը։ Զորավարժություններին մասնակցում էր մոտավորապես 3500 զինվոր Գերմանիայից եւ Նիդերլանդներից։ Դրանց նպատակն էր կիրառել ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպանությունը Ռուսաստանի հետ հնարավոր զինված հակամարտության դեպքում։ Վարժանքներում օգտագործվել է մոտ 1800 մեքենա եւ մոտ 200 անօդաչու թռչող սարք։ Դժբախտ դեպքից հետո զորավարժությունները անմիջապես դադարեցվել են։ Մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։ Սաքսոնիա Անհալտ դաշնային նահանգի ոստիկանությունը հետաքննություն է սկսել։ Աշխատանքներին ներգրավված են նաև Գերմանիայի ռազմական ոստիկանությունը եւ Նիդերլանդների ժանդարմերիան։
Մարտի 31-ին ժամը 11:17-ին ոստիկանությունը ահազանգած տղամարդը հայտնել է, որ Երևանի Համոսահյան փողոցի թիվ 11 տանը բնակվող ընկերը շուրջ 2 օր է չի պատասխանում հեռախոսազանգերին։ Ահազանգի հետքերով մեկնեցին քրեական ոստիկանության եւ համայնքային ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ, դեպքի վայրում հայտնաբերվեց միայնակ բնակվող Մարատ Սուվորովի դին։ 54-ամյա տղամարդու ոտքերը ձեռքերը կապված էին։ Մարմնի տարբեր մասերում կային մի քանի տասնյակից ավելի կտրած ծակած վնասվածքներ։ Դին գտնվում էր ննջարանում, հատակին, որտեղ ամբողջությամբ անանման հետքեր էին։ Մարատ Սուվորովի տան դուռը բաց էր։ Տունը խառնշտված էր։ Ակնհայտ էր, որ գործ ունենք առանձնակի դաժանությամբ եւ շահադիտական դրդումներով սպանության հետ։ Մարատ Սուվորովը զբաղվում էր թանկարժեք մետաղադրամների առքու վաճառքով։ Դեպքի վայրում, մասնավորապես տան նախասրահում թափված մետաղադրամներ կային։ Վարկած առաջ քաշվեց, որ սպանությունը կատարվել է բնակարանում եղած թանկարժեք մետաղադրամները հափշտակելու նպատակով։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողներն անցան օպերատիվ հետախուզական ծավալուն միջոցառումների իրականացմանը, որոնք արդյունք տվին դեպքից ընդամենը ժամեր անց։ Առանձնապես ծանր հանցանք կատարելու կասկածանքով մեր տեսադաշտում հայտնվեցին 4 անձին։ Պարզեցին, որ Երևանի բնակիչներ 58-ամյա Վահրամ Ան եւ 35-ամյա Արամ Օն դեռևս 2024 թվականի ամռանը Մարատ Սուվորովին են փոխանցում հափշտակված մետաղադրամներ Մարատ Սուվորովի կողմից վաճառելու նպատակով։ Այս արդիվ նրանց միջև ձևավորվում է որոշակի հարաբերություններ, ինչի արդյունքում նրանք տեղեկացվում են, որ Մարատ Սուվորովը իր մոտ մշտապես պահում է թանկարժեք մետաղադրամներ։ Երևանի քրեական ոստիկանները պարզում են նաև, որ Վահրամ Ան եւ Արամ Օն Մարատ Սուվորովի բնակության կոնկրետ հասցեն պարզելու նպատակով դիմել են իրենց ծանոթ Երևանի բնակիչ 28-ամյա Հարութ Կ-ին։ Վերջինս այսպես ասած հետևել է Մարատ Սուվորովին, պարզել նրա տան հասցեն եւ տվյալը փոխանցել Վահրամ Ային եւ Արամ Օ-ին։ Ուշագրավ է, որ Մարատ Սուվորովի բնակության հասցեն իմանալուց հետո Վահրամ Ան եւ Արամ Օն Երևանի Համոսահյան փողոցի մոտակայքում Մարատ Սուվորովից հափշտակություն կատարելու մի քանի անհաջող փորձ են կատարել, պայմանավորված փողոցը մարդաշատ լինելու հանգամանքով։ Իրենց անձավոր մտադրությունը բարեհաջող իրականացնելու նպատակով Երևանի բնակիչ 58-ամյա Վահրամ Ան այդ մասին հայտնել է նաև 38-ամյա որդուն։ Նախնական տվյալներով 2025 թվականի մարտի լույս 30-ի գիշերը Արամ Օն, Վահրամ Ան եւ նրա որդին վերջինի սոպելով գնացել են Երևանի Համոսահյան փողոց։ Արամ Օն եւ Վահրամ Ան ապօրինի մուտք են գործել միայնակ բնակվող Մարատ Սուվորովի առանձնատուն, կապել նրա ձեռքերն ու ոտքերը, սուր կտրող ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին, այդ թվում կոկորդին, ինչի հետևանքով Մարատ Սուվորովը մահացել է։ Այնուհետև նրա բնակարանից հափշտակել են թանկարժեք մետաղադրամներ եւ այլ իրեր։ Այդ ընթացքում Վահրամ Այի որդին եղել է ավտոմեքենայում, սպասելով Մարատ Սուվորովի տուն մտած հորն ու Արամ Օ-ին։ Օպերատիվ աշխատանքի արդյունքում մեզ հաջողվեց պարզել, որ Մարատ Սուվորովի բնակարան մտած Արամ Օն եւ բնակության վայրը պարզած Հարութ Կն դեպքի հաջորդ օրը 2025 թվականի մարտի 31-ին մեկնում են Տավուշի մարզ ՀՀ սահմանը հատելու եւ գողունը Հայաստանից դուրս իրացնելու նպատակով։ Սակայն չեն հասցնում դա անել, քանի որ նրանք մեր կողմից ձերբակալվում եւ տեղափոխվում են քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն։ Արամ Օ-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է Մարատ Սուվորովին պատկանող դրամապանակը, Գրիգոր Նարեկացու պատկերով ոսկյա շքանշան եւ մի քանի տասնյակ արծաթե ու բրոնզե մետաղադրամներ։ Հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է նաեւ Վահրամ Այի եւ նրա որդու գտնվելու վայրերը։ Նրանք եւս հայտնաբերվել ու ձերբակալվել են։ 4-ն էլ ներկայացվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։ Արամ Օ-ի եւ Վահրամ Ային ներկայացվել են մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով առանձնակի դաժանության սպանություն եւ բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակություն կատարելու մեղադրանք։ Վահրամ Այի որդուն եւ Հարութ Կ-ին ներկայացվել է բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակություն կատարելուն հանցակցելու մեղադրանք։ 4-ն էլ կալանավորվել եւ տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկներ։
Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Եվ վերջում եղանակի մասին ապրիլի 12-ից 14-ը հանրապետության առանձին շրջաներում, ապրիլի 15-ին 16-ին շրջաների զգալի մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ից 14-ը գիշերը լեռնային շրջաներում տեղումները դիտվելու են ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը ցերեկը նվազելու է 2-ից 4 աստիճանով։ Դե ինչ հարգելի բարեկամներ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Այսօրվա համար այսքանը, առավել թարմ լրահոսով կհանդիպենք հաջորդ անգամ։ Լավ եղեք։